Հենց ընթացքում էլ կպատասխանեք պարոն Հակոբյանի հարցին։ Մեծարգո Տիկին Նաղդալյան, Մեծարգո ազգային ժողով, ձեր քննարկմանը ներկայացում է Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ինչպես նաև փաթեթում ընդգրկված տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը լրացնում է կամ ամբողջական է դարձնում այն նպատակը, որին միտված են այս օրենսդրական փոփոխությունները։ Մենք կառավարությունը արդեն ազգային ժողովի հետ միասին սկսել է համայնքների վարչատարածքային բարեփոխումներ կատարելու գործընթացը։ Մենք ներկայացրել էինք հանրային քննարկման մի ամբողջ շարք տասնյակից ավելի նախագծեր, որոնք մենք անվանել էինք կամ ընդունված էր անվանել պիլոտային նախագծեր, դրանցից 3-ը մասնավորապես Դիլիջանի, Տաթևի եւ Թումանյանի համայնքները արդեն իսկ ընթացակարգերով ունեն ձևավորված նոր տեղական ինքնակառավարման մարմիններ, այսինքն տեղի ունեցել ընտրություններ եւ այդ համայնքներում իրականացում են բնականոն աշխատանքներ տեղական ինքնակառավարման օրենքով սահմանադրությամբ վերապահված լիազորությունների եւ գաղափարախոսության շրջանակում։ Մենք հիմա ազգային ժողովին ներկայացրել ենք նոր փաթեթ վարչատարածքային փոփոխությունների, որոնք ընդգրկում են Արարատի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերը, մասնավորապես Արարատի մարզից մենք առաջարկում ենք ազգային ժողովի քննարկմանը Ուրցաձոր համայնքը, Ուրցաձոր Լանջանի Շաղապ գյուղերով, Շիրակի մարզից Ամասիա համայնքը, Ամասիա, Արեգնադեմ, Բանդիվան, Բյուրակն, Գտաշեն, Կանխուտ, Հովտուն, Մեղրաշատ, Ողջի, Ջրաձոր գյուղերով, Աշոցք, Բավրազույգ Աղբյուր, Թավշուտ, Կարմրավան, Կրասար, Ղազանչի, Մեծ Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ, Փոքր Սեպասար գյուղերով, Արփին, Բերթաշեն, Ալվար, Աղվորիկ, Արավետ, Արթենիս, Գառնարիչ, Դարիք, Եղնաջուր, Երիզակ, Զարիշատ, Զորակերտ, Լորասար, Ծաղկուտ, Շաղիկ, Պաղակն գյուղերով, Սարապատը, Թորոզգյուղ, Արփենի, Բաշգյուղ, Գոքովիտ, Լեռնագյուղ, Կաքավասար, Հարթաշեն, Հողմիկ, Ձորաշեն, Մուսայելյան, Սալուտ, Սարապատ, Վարդաղբյուր, Սողամարկ, Փոքր Սարիար գյուղերով, Սյունիքի մարզից Գորիսը, Գորիս քաղաք, Ակներ, Աղբուլաղ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ձորակ, Ներքին Խնձորեսկ, Շուրնուխ, Որոտան, Վանանդ, Վերիշեն, Քարահունջ գյուղերով, Մեղրին, Մեղրի քաղաք, Ագարակ քաղաք, Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվաս, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն գյուղերով, Գորհայքը, Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան գյուղերով, Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կորնիձոր, Վաղատուր, Քարաշեն գյուղերով, Վայոց ձորի մարզում Ջերմուկ քաղաք, Գնդեվազ գյուղ, Կարմրաշեն Կեչուտ, Հերհեր գյուղերով, Վայք քաղաք, Ազատեք, Արին, Զեդեա, Հորադիս, Փոր գյուղերով, Զառիթափը, Զառիթափ գյուղ, Ախտա, Արտավան, Բարձունի, Գոմք, Խնձորուտ, Կապույտ գյուղ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Ուղեծոր, Սարավան եւ Սերձ գյուղերով, Տավուշի մարզում Այրումը, քաղաք Այրում, Արջիս, Բագրատաշեն, Դեբետավան, Դեղցավան, Զորական, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան գյուղերով, Նոյեմբերյան քաղաք, Բաղանիս, Բարեկամավան, Գովեղ, Կոթի գյուղ, Ոսկեպար, Ոսկեվան, Ջուջևան գյուղերով եւ Կողբ համայնքը, Կողբ եւ Բերթավան գյուղերով։ Ես մի քիչ հոգնեցրեցի ձեզ այդ ընթերցանությամբ, բայց կարծում եմ, որ սա կարևոր էր հրապարակային եւ բարձրաձայն այս ամեն ինչը գոնե մի անգամ հրապարակելու առումով, իսկ բովանդակային առումով պիտի զեկուցեմ ազգային ժողովին մի քանի կարևոր մոտեցումներ կամ հիմնադրույթներ կանխազգալով նաեւ որոշակի հարցադրումներ կողմնորոշվելու համար։ Ինչ նպատակ է հետապնդում համայնքների խոշորացումը։ Մենք շատ անգամ այս մասին խոսել ենք, որ տեղական ինքնակառավարման համակարգը ինքը ունի իր առջև դրված խնդիրներ, լիազորություններ, ապահովված է որոշակի ռեսուրսներով, այսինքն իրենից ներկայացնում է դասական առումով կառավարման համակարգ եւ
կառավարման համակարգին բնորոշ եւ հատկորոշիչ ամենակարևոր երևույթը դա նրա միավորների այսպես ասենք սահմաններն է կամ իդենտիֆիկացիան, այսինքն նույնականացումը։ Հիմա 95-6 թվականներին մենք ունեցել ենք վարչատարածքային բաժանում, որը համապատասխանել է այն ժամանակվա մարտահրավերներին, պահանջներին, պատկերացումներին։ Այժմ մենք ունենք բոլորովին այլ իրավիճակ եւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման եւ ընդհանրապես կառավարման համակարգերում էլ չենք խոսում այն մասին, որ ունենք զարգացումներ, ունենք տնտեսական նոր իրավիճակ եւ շատ ու շատ այլ երևույթներ, որոնք հարիր են 15-16 թվականների մեր հանրապետությանը։ Ինչու եմ ես ասում, որ վարչատարածքային բաժանումը, ինչպես եւ կառավարման համակարգին բնորոշ բոլոր բնութագրերը ենթակա են որոշակի փոփոխության եւ ներդաշնակեցման ժամանակի պահանջին, զարգացումների պահանջին։ Մենք համոզված ենք, որ տեղական ինքնակառավարման համակարգի ներկայիս կտրտվածությունը կամ մասնատվածությունը կամ մասշտաբի մեջ փոքրությունը, ինչը խոսում է նույն երևույթի մասին, երբ մենք ունենք շուրջ 900 համայնքներ ամենատարբեր ռեսուրսային ունակություններով, ամենատարբեր այլ տիպի ունակություններով, ես նկատի ունեմ եւ կադրային եւ կառավարչական հմտությունների, բերում է նրան, որ մենք արդյունավետության առումով ունենում ենք որոշակի խնդիրներ։ Ժամանակակից պահանջները այլ են, հնարավորությունները այդ կտրտվածության համայնքներում դրանք իրագործելու ցավոք սրտի թույլ չեն տալիս դրանք շատ դեպքերում իրականացնել։ Մենք ունենք մասնատված բյուջեներ, մենք ունենք մասնատված ռեսուրսներ, այս մասնատվածության արդյունքում մեր բոլոր կառավարչական որոշումները հանդիպում են արդյունավետության հետ կապված խնդիրների։ Ինչու եմ ես ասում, որովհետև վարչատարածքային բարեփոխումներ իրականացնելու բացառիկ հիմքը նրա արդյունավետությունն է, կառավարման տեսանկյունից արդյունավետությունը, որովհետև շատ հաճախ հանրային եւ հրապարակային քննարկումներում խոսվում է բացառապես տնտեսական արդյունավետության, տնտեսական խնայողությունների մասին։ Ես ուզում եմ հատկապես բարձր ամբիոնից մեկ անգամ եւս հայտարարել, որ եթե տնտեսական արդյունավետություն, եթե խնայողություններ, ապա այո, ընդամենը կառավարման արդյունավետության համատեքստում որպես մի բաղադրիչ կամ որպես մի ուղղություն։ Հատկապես ուզում եմ հանրությանը մեկ անգամ եւս առիթն օգտագործել եւ ազգային ժողովին եւ աուդիտորիային ասել, որ ռեսուրսների վերաբաշխման, հատկացվող միջոցների փոփոխության կամ տեղական ինքնակառավարման համակարգում ռեսուրսներից, տեղական ինքնակառավարման համակարգից ռեսուրսների տեղափոխում որևէ ուղղությամբ բացառապես չի ենթադրվում եւ մեր բարեփոխումների նպատակներում այդպիսի բան չկա, հակառակը մենք փորձելու ենք եւ փորձում ենք ակումուլացնել նոր ռեսուրսներ վարչատարածքային բարեփոխումների ընթացքում փոփոխված, խոշորացված համայնքներին տնտեսապես եւ այլ ունակություններ բարձրացնող ծրագրերով օժանդակելու համար։ Հարգելի պատգամավորներ, մենք ունեցել ենք երկու քննարկումներ այս համայնքների ներկայացուցիչների հետ, զեկուցեմ ձեզ, որ եւ մեր աշխատակազմը եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար պարոն Լոքյանը մի շարք անգամներ եղել է տարածքներում, համարյա թե բոլոր գյուղական բնակավայրերում, որոնք որ ընդգրկված են այս ներկայացվող փաթեթում, մեծ մասում համայնքների մենք աշխատել ենք բավականին երկար ժամանակ, մասնավորապես Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզում, Արարատի մարզում, այսինքն տարիների ընթացքում մենք այդ համայնքները ուսումնասիրել ենք, համայնքներում եղել ենք, հանդիպումներ ենք ունեցել թե բնակչության, թե համայնքի ղեկավարների հետ։ Այս փաթեթը ազգային ժողով ներկայացնելուն նախորդող շաբաթվա կամ շաբաթների ընթացքում մեր ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը պատգամավորների մի մեծ խմբի մասնակցությամբ մասնակցել է Շիրակի մարզում տեղի ունեցած այս հարցի քննարկմանը եւ երեկ էլ նման մի բազմամարդ քննարկում տեղի ունեցել Երևանում նորից տարածքային կառավարման հանձնաժողովի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ կարծում եմ, որ այդ քննարկումները թույլ են տվել մեզ ինչպես մեկ անգամ եւս լսելու
մտահոգություններ, անհանգստություններ, որոնք հիմնականում արտահայտում են համայնքի ղեկավարները, բայց եւ լսելու նաեւ սթափ գնահատականներ շատ ու շատ համայնքային պատասխանատուների ու գործիչների կողմից, որոնք մի կողմ դնելով այսօրեական էմոցիոնալ տպավորությունները նայում են դեպի առաջ եւ կարողանում են գնահատել, որ այնուամենայնիվ դա աքսիոմատիկ ճշմարտություն է, որ ավելի լավ է կոլեկտիվ կամ ներկայացչական կառավարում, կորպորատիվ կառավարում իրականացնել կարգով ավելի շատ ռեսուրսների նկատմամբ եւ ապահովել արդյունավետություն, քան փոքր մասնատված ռեսուրսի կամ կառավարման էլեմենտի նկատմամբ իրականացնել կառավարում զուտ էմոցիոնալ այն գաղափարախոսությամբ, որ ինքնուրույն ենք եւ որևէ մեկի հետ քննարկելու խնդիր չունենք։ Ես կուզենայի մի քանի խոսքով անդրադառնալ նաեւ այն արդյունքներին, որ մենք ունենք Դիլիջանում, Տաթևում եւ Թումանյանում։ Իհարկե անցած մի քանի ամիսները բոլորովին բավարար չեն խորքային եզրակացություններ անելու համար։ Ես խորապես համոզված եմ եւ կարծում եմ դուք էլ ինձ հետ կամ գոնե ձեզանից շատերը ինձ հետ կհամաձայնվեն, որ վարչատարածքային բարեփոխումները վերաբերվում են այնպիսի մի համակարգի, որի մեջ ավանդույթայինությունը, կառուցվածքայինությունը եւ իներցիոնությունը բավականին մեծ է եւ պետք է բավականին տևական ժամանակ, որպեսզի խորքային արդյունքներ մենք կարողանանք նկատել։ Հատկապես ես խոսում եմ ընտրությունների միջոցով ձևավորվող ներկայացչական մարմինների եւ ինչու միայն ներկայացչական, նաեւ տեղական ինքնակառավարման մասին, տեղական ինքնակառավարման մարմինների մասին։ Ես վստահ եմ, որ հաջորդ ընտրությունները կլինեն ավելի մասնակցային, հաջորդ ընտրությունները կլինեն ավելի մրցակցային եւ հաջորդ ընտրությունները անկասկած նաեւ հաշվի առնելով այն սահմանադրական փոփոխությունները, որ մենք իրականացրեցինք մասնավորապես ազգային ժողովը համամասնական եւ քաղաքական դարձնելով եւ մեր երկրի կյանքում քաղաքական գործառույթները կամ քաղաքական միավորների կուսակցությունների գործառույթները բարձրացնելուն ուղղված քայլերը կբերեն նաեւ նրան, որ մեր հաջորդ ընտրություններում մենք խոշորացված համայնքներում կունենանք էապես բովանդակությամբ տարբեր ընտրական գործընթաց, այսինքն ընտրություններին բոլոր այն թերությունները, որոնք մենք արձանագրում ենք, եսի նկատի ունեմ օբյեկտիվ թերությունները տեղական ինքնակառավարման մարմիններում, որոնք պայմանավորված էին ազգակցական, բարեկամական կապերով, ցավոք սրտի զարգացման կամ զարգացում ապահովող ծրագրերի մրցակցության հաճախակի պակասով, մենք այս process-ով կխթանենք դրանց ներմուծումը տեղական ինքնակառավարման համակարգ կամ տեղական ժողովրդարություն, որովհետև մի քանի համայնքների արկայությունը արդեն իսկ ապրիորի վերում է նրան, որ առաջանում է մրցակցություն այդ համայնքների միջև կամ այդ համայնքներում իրականացվող ծրագրերի արժեքը կամ նպատակայնությունը գնահատելու առումով։ Մենք 3 համայնքներում, որտեղ որ արդեն դա իրականացրել ենք, գոհունակությամբ արձանագրում ենք, որ ձևավորվել է բավականին լավ իմաստով ակտիվ, բավականին մրցակցային, անզիջում ավագանի եւ դրա մասին են վկայում M6-7 նիստերը տարբեր համայնքներում տարբեր թվականակով, որ անցկացվել են։ Մի քանիսին մենք անպայման մասնակցել ենք եւ հատուկ ենք մասնակցել եւ ես ձեզ զեկուցում եմ, որ մենք ունենք իսկապես որակապես այլ ավագանի։ Մենք ինչպես եւ խոստացել էինք կառավարությունը մեր միջազգային գործընկերների հետ միասին որոշակի դրամաշնորհային ֆոնդ ենք ձևավորել եւ հայտարարված 3 համայնքներում արդեն ներկայացրել ենք այդ դրամաշնորհները, հիմա ավագանիները քննարկում են եւ որոշում են կայացնում, թե ինչ ուղղությամբ այդ ներդրումային միջոցները պիտի ծախսեն։ Դրանք բավականին շոշափելի են այդ համայնքների համար եւ մենք սպասում ենք նրանց արձագանքին, հիմա ակտիվ քննարկումներ են գնում եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ տարբեր համայնքները, շատ համայնքները, որոնք ընդգրկված են այդ մի խոշորացվող համայնքում, այն մտահոգությունները, որ չեն աշխատի, չեն համագործակցի, չի ստացվի, բացարձակապես անտեղի են եւ փառք Աստծո որ անտեղի են, որովհետեւ մեր համայնքները փաստորեն ունեն այս պահին գործունյա ավագանիներ, ունեն նպատակներ եւ կարողանում են այդ ընտրական կամ մրցակցային եղանակով որոշակի ծրագրեր իրականացնել։ Մենք վստահ ենք, որ ազգային ժողովի կողմից հավանություն արժանանալու պարագայում նաեւ այս համայնքներում մենք ունենանք այդ հնարավորությունը, իհարկե արդեն փորձից ելնելով մենք ավելի ակտիվ կաշխատենք համայնքների բնակչության հետ, որպեսզի կարողանանք ավագանիների ընտրությունը եւ համայնքի ղեկավարների ընտրությունը անցկացնել
թափանցիկ, հրապարակային եւ ձևավորել այնպիսի մարմիններ, որոնք ունակ կլինեն այս բարեփոխումները առաջ տանելու եւ արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով։ Ես շատ չեմ ծավալվի այն մոտեցումների ներկայացման առումով, որոնք որ դրված են խոշորացման ամբողջ գործընթացի հիմքում, որովհետեւ մենք ունենք հայեցակարգ եւ առիթ ունեցել ենք դա ամենատարբեր հարթակներում, նաև ազգային ժողովի մի ամբողջ շարք լսումներում, քննարկումներում, ներկայացումներում ձեզ ներկայացնել, բայց մի քանի համենայն դեպս հատկանշական երևույթների վրա կուզենայի կանգ առնել շատ կարճ եւ մասնավորապես падգամավոր պարոն Հակոբյանի, ով նաև շնորհակալություն ակտիվ մասնակցում է այս ամբողջ գործընթացին, հարցադրմանը կփորձեմ պատասխանել։ Ինչ վերաբերում է չափորոշիչներին, ուրեմն մենք հայեցակարգում ամրագրել ենք չափորոշիչներ, թե ինչ չափորոշիչների հիման վրա մենք պիտի կատարենք վարչատարածքային փոփոխությունները, բարեփոխումները, ընդունված խոսք է, հաճախ խուսափում ենք դա օգտագործելուց, խոշորացումը, բայց այնուամենայնիվ բովանդակային առումով նա համահունչ է այն գաղափարախոսությանը, որ մենք ունենք։ Այդ չափորոշիչները ընդհանուր չափորոշիչներ են, որոնք որ բոլորովին չեն ենթադրում ամեն կոնկրետ դեպքում մաթեմատիկական ճշգրտությամբ իրականացում, որովհետև այդպես չէր էլ կարող լինել վարչատարածքային բաժանումը կամ մեր համայնքների սահմանների նկարագրությունը կամ խմբերի մեջ ընդգրկումը իսկապես պիտի հիմնված լիներ որոշակի սկզբունքների վրա, որոնք որպես չափորոշիչներ մենք փորձել ենք արտահայտել։ Եթե վերադառնանք մեր նախորդ 3 համայնքներին, ապա ես անընդհատ այդ բանը ներկայացնում եմ, որ եթե տեսնեք, դրանք շատ տիպական են եւ մեկը մյուսից տարբեր։ Մասնավորապես օրինակ Տաթևի փունջը կարելի է նկարագրել որպես մի փունջ, որտեղ կա հստակ ձևավորված տուրիստական մի հանրույթ լինելու, ենթադրենք ուղղվածություն, մասնավորապես բիզնես ներդրման միջավայրում կամ բիզնես ներդրումը իշահ այդ հանրության օգտագործելու, նաև աշխարհագրական, մենտալիտետային եւ այլն։ Դիլիջանի պարագայում նույն բանն է, Դիլիջանը ինքը կենտրոն է, տարածքային կենտրոն է, քաղաքային աճիբևեռ եւ ունի բոլոր հնարավորությունները իր շրջակայքում գտնող համայնքները նույնպես այդ ուղեծրում պահելու։ Թումանյանի պարագայում ավելի շատ աշխարհագրական եւ ենթակառուցվածքային միասնությունն է։ Դուք հարց տվեցիք, ինչ սկզբունքով են ընտրվում համայնքի խոշորացվող համայնքների կենտրոնները։ Մենք համենայն դեպս աշխատում ենք պահպանել մի քանի սկզբունքներ, ինչքան է դա հաջողվում, դա այլ խնդիր է, որտեղ կրկնում եմ, ամեն կոնկրետ դեպքում կարող են լինել եւ չեն բացառվում բացառությունները, բառախախ ստացվեց։ Մասնավորապես պիտի աշխատել, բավարարել մի քանի սկզբունքների, տրամաբանական սկզբունքների։ Առաջինը, որ նա պիտի լինի ենթակառուցվածքներով հագեցված հնարավորինս։ Երկրորդը ինքը պիտի բացի ենթակառուցվածքներով հագեցված լինելուց աշխարհագրորեն միգուցե ավելի նպատակահարմար կենտրոնում։ Երրորդը ինքը պիտի ունենա հնարավոր մաքսիմում ունակություններ եւ կադրային եւ մարդկային եւ ենթակառուցվածքային ունակություններ այդ համայնքային կենտրոնի դերը խաղալու։ Ինչու եմ ես ասում, որ սրանք ընդհանրապես սկզբունքներ են, որովհետեւ որպես կանոն դա պիտի լինի այդպես, բայց չեն բացառվում դեպքերը, երբ որ մենք այս ընդհանուր սկզբունքից կարող ենք շեղվել եւ ընտրել մեկ այլ համայնք, ենթադրելով, որ հատկապես այդ համայնքում որոշակի ներդրումների պարագայում կարող ենք ունենալ նոր տարածքային կենտրոն կամ համայնքային կենտրոն, որը կդառնա քաշող մյուս համայնքների համար։ Համենայն դեպս որպես սկզբունք մենք այդ գաղափարը պահել ենք եւ կարծում եմ, որ դա մեզ հաջողվել է։ Որոշակի տեղերում այո, փոփոխություններ արել ենք տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, միգուցե նաեւ ֆինանսական որոշակի նպատակահարմարությունից ելնելով, բայց համենայն դեպս սկզբունքը այդպես պահել ենք։ Նույն պատասխանը ես կտա, եթե դուք հարցնեիք ինչպես են ընտրում համայնքների անունները, խոշորացվող համայնքների անունները, որպես կանոն խոշորացվող համայնքների անունները կրկնում են այն համայնքները, որոնք այդ նոր փնջի մեջ լինում են ամենամեծը կամ ամենատիպականը։ Օրինակ Տաթևի պարագայում մենք դա արել ենք ելնելով նրանից, որ Շինուհայրը համայնքային կենտրոն է, խոշոր բնակավայր, ամենախոշոր գյուղը այդ փնջի մեջ մտնող, բայց համայնքի անունը այնուամենայնիվ առաջարկել ենք ազգային ժողովին եւ ազգային ժողովը ընդունել է Տաթև, հաշվի առնելով նրա պատմական, մշակութային, նաեւ ժամանակակից ենթադրենք ավելի շահեկանությունը կապված տուրիստական հոսքերի կամ ճանաչվածության կամ
մարքեթինգային որոշակի խնդիրներ հետ, իհարկե բոլորովին չնսեմացնելով պատմական շինուհայրի ենթադրենք արժեքը, գեղեցկությունը անվանական եւ այլն։ Այսինքն մոտեցումները պարոն Հակոբյան այդպիսին են, ավելի ընդհանուր դեպքում համայնքային նոր ձևավորվող համայնքի կենտրոն, ենթակառուցվածքներ եւ նպատակահարմարություն։ Կրկնում եմ, որ այդ մոտեցումները ընդհանրապես մոտեցումներ են եւ իրենք չեն կարող գնահատվել որպես հստակ, ասենք թե թվային ճշգրիտ ալգորիթմական ներկայացումներ։ Հարգելի ազգային ժողով, ես երևի թե ավելի հանգամանալից հնարավորություն կունենամ ձեր հարցերին պատասխանել, որտեղ կարծես թե ընդհանուր առմամբ բոլոր մոտեցումներին առիթ ունեցել եմ ձեզ ծանոթացնելու եւ զեկուցելու, միայն մի խնդրանք ազգային ժողովին, որ ձեզ ներկայացրած տարբերակում մենք առաջարկել ենք տեղական ինքնակառավարման մասին օրենքում Արարատի, Շիրակի եւ Սյունիքի ընտրությունները, եթե ես որևէ բան բաց չթողեցի, անցկացնել սեպտեմբերի 8-ին, դրանք մեր տեղական ինքնակառավարման ընտրությունների օրերն են եւ համապատասխանաբար մյուս մարզերի ընտրությունները անցկացնել հոկտեմբերի 2-ին։ Ես խնդրեի ազգային ժողովին նպատակահարմար լինելու ավարտում եմ։ Մի կարճ բան, նպատակահարմար լինելու դեպքում ուղղակի Շիրակը տանել հոկտեմբեր, իսկ Տավուշը բերել սեպտեմբերի ընտրություններում եւ քվեարկության դնել այդ տարբերակով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Տերտերյան։